Արցախի ժողովուրդը ասում են գերի էր, 150,000 ժողովուրդ գերի էր Արցախում։ Նրանց ազատագրեցին, ասում են, այսինքն թակարդի մեջ էին ըստ իրանց։ Ինչ նկատի ունեմ, օրինակ, բերենք առաջին հանրապետության օրինակով, մենք արդեն 100 տարի մղկտում ենք, որ ռուս-թուրքական դաշինքը կործանեց մեր առաջին հանրապետությունը, մեր հողերը, մեր տարածքները նվիրեցին թուրքերին։ Բայց ըստ էության ինչ էր եղել, էլի, Թուրքիան, Ռուսաստանը պարտվել էին առաջին աշխարհամարտում։ Ռուսաստանը դե ի սկզբանե Անտանտի կազմում էր, բայց հեղափոխության պատճառով դուրս եկավ պատերազմից եւ դարձավ ըստ էության Բրեսլիտովսկի պայմանագրով պարտված կողմ։ Եվ բնականաբար Թուրքիան առանձին, Ռուսաստանը առանձին փորձում էին դիմագրավել Անտանտին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային։ Եվ նրանց շահերը համընկնում են, հայտնվում են համագործակցային եւ հետո դաշինքային տրամաբանության մեջ եւ Լենինը ինչ էր անում, փորձում էր հեղափոխական արդեն Աթաթուրքի գլխավորությամբ Թուրքիայի միջոցով կարմիր հեղափոխությունը տարածել Մերձավոր Արևելքում։ Եվ իրանք համատեղ իրանք շահերը համընկել էին, որ դիմագրավեին Անտանտին։ Իսկ տարածաշրջանում այդ ժամանակ ով էր Անտանտի դաշնակիցը։ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունը, որը նրանք անվանում էին իմպերիալիզմի ворջ։